Ընկերներ ողջույն, ընդհատակի զրույցները շարունակվում են, այսօր խոսելու ենք վերջին 2 օրերի այլանդակության մասին, այլանդակություն, որը իրականացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կնոջ Աննա Հակոբյանի կողմից, մենք այսպես ուղիղ իրենք են այլանդակության, այդ խուլիգանության հեղինակները, եկեղեցու դեմ, մենք սրա մասին ենք խոսելու, բայց մինչ այդ առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube ալիքին 1991, հավանել, տարածել ընդհատակի զրույցները, այս գործողությունները շատ կարևոր են մեր նախաձեռնության համար, անպայման բաժանորդագրվեք, հավանեք, տարածեք։ Եվ այս թեմայի մասին խոսելու համար ստիպված պետք է պահենք սառնասրտությունը, ինչի համար, որտեղ չափից մեծ է գայթակղությունը, որ մենք էլ կամ ես էլ ներկայացնում եմ այդ այլանդակության մեջ ու իսկապես ցանկություն կա, գայթակղություն կա, որ ասես այն ինչ որ իսկապես ուզում ես ասես, բայց առաջարկում եմ պահենք սառնասրտությունը, մնանք adekvat, մնանք ռացիոնալ, քաղաքավարության, դաստիարակության եւ քաղաքական մշակույթի սահմաններում եւ դուրս չգանք դրանցից։ Իրանք ինչ ուզում են թող անեն, բայց մենք մնանք այնպեսին, ինչպեսին, որ մենք իսկապես կանք։ Դրա համար պետք է սառնասրտություն պահպանել եւ ամենևին չկարծել, թե դիմացին այդ գիժա, հոգեկան հիվանդ է ու չի հասկանում թե ինչ անում։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է։ Եվ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը հստակ հասկանում են, թե ինչ են անում, դա իրենց քաղաքականությունն է, իրենց քաղաքական փիլիսոփայությունն է եւ այդ գործիքակազմով, այլանդակ գործիքակազմով իրենք կյանքի են կոչում իրենց քաղաքական նպատակները։ Ամեն ինչ շատ հստակ է, էլի պետք չի վերագրել ապաշնորությանը կամ վերագրել ինչ-որ քրոնիկ հոգեբանական խնդիրներին, հոգեկան հիվանդությանը, չէ, գործ ունեն կոնկրետ քաղաքականությունը։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը շատ կոնկրետ ներքին եւ արտաքին քաղաքական հարց է լուծում եւ այստեղ որևէ հեծանիվ պետք չի հայտնագործել, բարձրից էլ բարձր է, որ նա կյանքի է կոչում կամ իրականացնում է Ադրբեջանի կամքը եւ Հայաստանի ներքին կյանքում արդեն իսկ ներկա է թուրք-ադրբեջանական հետքը։ Սա շատ նկատել է, որքան էլ մենք մեր ջայլամի տեղ ունենք, գլուխներս մտցնենք հողի տակ եւ փորձենք միայն Ռուսաստանի նկատել, ռուսական իմպերիալիզմը, միայն Պուտին, Կրեմլի հետ նկատել եւ մարդկային դեմք եւ խորհրդավորություն հաղորդել Թուրքիային ու Ադրբեջանին, միևնույն է Թուրքիա եւ Ադրբեջանի ներկայությունը մեր ներքին կյանքում ավելի քան ներկա է եւ դա մենք իսկապես տեսնում ենք ինչի համար է Նիկոլ Փաշինյանը հարձակվում եկեղեցու վրա, օրինակ իմ խորին համոզմամբ հարձակվում են, որովհետեւ եկեղեցին այն քիչ կառույցներից մեկն է, այն քիչ ինստիտուտներից մեկն է, որը իսկապես ազդեցիկ է, որը զանգվածային է ու համընդհանուր, այսինքն ընդգրկում է գրեթե ամբողջ հայ ժողովրդին, նույնիսկ ոչ հավատացյալ կամ այլ կոնֆեսիաների պատկանող մարդիկ այս կամ այն կերպ մշակութային տեսանկյունից առնչվում են հայ առաքելական եկեղեցու, այսինքն ինքը ներծծված է եւ միահյուսված է հայկականության մեջ եւ մեր կենցաղի, առօրյայի, մշակույթի, արվեստի անբաժան մասնակազմ։ Եվ այս առումով այս առանձնահատկությունը հայ առաքելական եկեղեցում դարձնում է շատ զորեղ ու ազդեցիկ եւ հիմա սա այն քիչ կառույցներից մեկն է, որ չի հնազանդվել Նիկոլ Փաշինյանին, որը չի խաղում Նիկոլ Փաշինյանի սահմանած տրամաբանությամբ եւ խաղի կանոններով, ունի իր ռետորաբանությունը, այսինքն չի որդեգրել Նիկոլ Փաշինյանի
ռետորաբանությունը խաղաղության մասին, չգիտեմ, կեղծ խաղաղության մասին, իհարկե բնականաբար այդ խաղաղությունը իրական խաղաղության մասին չի, եւ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Նիկոլ Փաշինյանի կարծիքով փաստորեն առաքելական եկեղեցին Հայաստանի տարածքում ռևանշիզմի վերջին որջն է, ճակերտների մեջ իհարկե ռևանշիզմի եւ դրա հարցերը անպայման պետք է լուծեն։ Ոչ վաղ անցյալում ընդհանրապես մի քանի օր առաջ հայ առաքելական եկեղեցուն խիստ քննադատության էր ենթարկում Ադրբեջանի հոգևոր առաջնորդին, ասում այստեղ պատահականություն չկա։ Եվ բացի այդ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հարց է լուծում, լինելով պոպուլիզմ, իրան պետք է անպայման թշնամու գաղափար։ Այդ պայմանությամբ կա թշնամու 3 հստակ ֆիգուր։ Առաջինը այստեղ առաջին կամ երկրորդ ըստ կարևորության չեն դասակարգում։ Սրանք ըստ կարևորության իրենց տեղն ու դիրքը կարող են փոխել։ Ռուսաստան, հակառուսականություն, եկեղեցի, հակաեկեղեցականություն եւ նախկիններ բնականաբար, այսինքն ինքը Նիկոլ Փաշինյանը պայքարել է այս գաղափարների դեմ եւ այդ պայքարը ըստ էության դառնալու է նրա 2026 թվականի նախընտրական կամպանիայի հիմքը եւ սա շատ հստակ է ինչ ասես որ չեն անելու այս թեմայով եկեղեցու ներկայացնել են որպես KGB-ի գործակալ հոգեվորականներին որպես KGB-ի գործակալներ ներկայացնելու խոսել են մանկապարտության մասին, շանտաժներ են անելու, կոմպրոմատներ են առաջնային պլան մղելու, այսինքն կոնկրետ մարդու կնիկ Աննա Հակոբյանի Նիկոլ Փաշինյանը պատերազմ մղում հայրաքելական եկեղեցու դեմ եւ մեծ հաշվով Հայաստանի Հանրապետության դեմ եւ սա հենց այդ դենացիֆիկացիայի տրամաբանության մեջ է մտնում Հերթով կետարկետ առաջ են շարժվում, առաջին հերթին Ղարաբաղյան շարժումը, հա պետք է բացել այդ շարժումը հիմնավորել որ Արցախը այնտեղից հանձնված է Ղարաբաղյան շարժումը թոք էր կապված մեր վզներին, մեր պարանոցներին որ մենք պատրաստում չենք հաղթել, որ մենք բանակ երբեք չենք ունեցել հետո եկավ ցեղասպանության հարցը, պետք է մատ դիվանագիտորեն հարց ու փորձ անելով մատ դա կասկածի, տակներել մատ հասկանանք էլի այդ ինչ ա եղել։ Հետո եկավ հայրենական մեծ պատերազմը պարզվեց գերմանացիները բան պետք է գային մեզ փրկեին, բայց այդ դավաճան սովետը փաստորեն թույլ չտվեց հաղթելով Ստալինգրադի ճակատամարտում։ Հիմա նույն տրամաբանությամբ աշխարհը սկսում եկեղեցու դեմ, այսինքն պայքար են մղում ազգային ինքնության դեմ։ Սա իսկապես դիվերսիա է, մշակութային դիվերսիա է մեր ինքնության դեմ եւ ուզում են փոխել փաստորեն այդ ինքնությունը, քարոքանդ անել եւ չգիտես ինչ արժեքներով լեցնել, պսևդո արժեքներով, այն բոլոր կետերին ինչ որ ներկայացրեցինք, դրանք մեր ինքնության պակացուցիչ մասնիկներ են եւ կա տեսակետ մի քանի փորձագետներ խոսեցին սրա մասին եւ խոսում են որ այս ամեն ինչը ունի նաեւ էլեկտորալ նշանակություն ընդհանուր առմամբ Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի հայախառն հարվելակերպով ունի կոնկրետ էլեկտորալ պատճառներ եւ ըստ կարծիքի իրենք փորձում են յուրացնել իրենցով անել դոգի հայտնի Վարդան Ղուկասյանի էլեկտորատը, այսինքն նրա համակիները, այսինքն դեպի իրենց ուղղել այն մարդկանց որոնք իրենց քաղաքական պահանջմունքները բավարարում են հավիանքի, տեսարանի, էրոտիկ, պորնոգրաֆիկ տեսանների միջոցով։ Գիտեք, այն ինչ որ անում էր դոգը, միգուցե դոգի համար այդ ամեն ինչը տրամաբանական էր։ Գիտենք, դոգն է, Վարդան Ղուկասյանն է, ինքը այդպեսին է։ Եվ կարող է այդպեսի գործիչ լինել։ Չես կարող ոչինչ անել այս իրավիճակում։ Բայց երբ որ Հայաստանի Հանրապետության վարչապետն ու նրա տիկինն են, իրենց դոգի պես բան, այդ արդեն հասկանալի չի։ Ինչ որ միտեղ դոգի ֆենոմենը, մշակութային ֆենոմենը կարելի է մեկնաբանել, բայց երբ որ Հայաստանի վարչապետն է դոգ դառնում, դա արդեն, չգիտեմ, շատ բանի մասին է խոսում։
Օրինակ ինչպես իրեն կպահեր նորմալ, adekvat, ռացիոնալ պետական գործիչը, եթե օրինակ այցելեր եկեղեցի եւ այդ եկեղեցում ինչ-որ թերություն տեսներ, ինչ-որ մար սխալ անթույլատրելի բան նկատեր։ Ну միգուցե չնկատելու տար, ասել է դեմը գործ են անում, կարող է այս կողմ են կողմ տարել են, բերել են եկեղեցին ու քարացած կառույցի եկեղեցին թանգարան չի, որ ամեն ինչ իզելական դարակներում շարված լինի վիտրինաների վրա։ Եկեղեցում կյանքը եռում է։ Ես չլինելով հավատացյալ, բայց այդ ամեն ինչը հասկանում եմ, որ դա կենթանի օրգանիզմ է, այնտեղ մարդիկ են ապրում, մարդիկ են այցելում, այնտեղ մարդկային արարողակարգեր են տեղի ունենում, մարդկային ծեսեր են տեղի ունենում, պատարակ, ժամերգություն եւ այլն, եւ այդ իրարանցման մեջ կարող են թերություններ ի հայտ գալ, այս ամենը շատ բնական է եւ միգուցե կարելի է չնկատել ու տալ վերջը պետություն եկեղեցին անջատապետությունից, բայց լավ եթե շատ անթույլատրելի բան է տեսել, իրական պետական գործիչը միգուցե կապ կհաստատել վեհապարի հետ, ամենայն հայոց կաթողիկոսի հետ կամ տվյալ թեմի առաջնորդի հետ եւ կասել, գիտեք ինչ, սեփազան հայր օրինակ, այստեղ ինչ-որ խնդիր կա, եկեք այդ խնդիրը լուծենք։ Եթե եկեղեցին իր ռեսուրսներով չի կարողանում այդ խնդիրը լուծել, առաջարկում եմ այդ տեղական ինքնակառավարման մարմիններին էլ ներգրավել, իրենց էլ խնդրենք, որ իրանք էլ ներգրավեն այս ամեն ինչի մեջ եւ համատեղ ուժերով, համատեղ ջանքերով հարցը լուծենք, որտեղ այդ եկեղեցիները անկախ նրանից դրանք պետական վերահսկողության տակ են գտնվում, թե պետական հոգատության տակ են գտնվում, թե եկեղեցական, որևէ վարչապետ կամ որևէ կաթողիկոս իրենց գործընկերից չեն բերել, դա մեր ժողովրդի սեփականությունն է մեծ հաշվով, մեր ազգի սեփականությունն է, ստեղծված մեր նախնիների կողմից, այսինքն մեր բոլորինն է։ Եվ այս տրամաբանությամբ համատեղ ուժերով կարելի է հարցը լուծել, հա, մարդկային ձևով։ Պետական գործիչը միգուցե այսպես կվարվեր, եթե որոշեր արձագանքել։ Ինչ անում Նիկոլ Փաշինյանը, հանկարծ ինչ-որ կառավարության նիստի ժամանակ այն կարևոր հարցերը մի կողմ թողած, ինչ կարևոր հարցեր, այն կարևոր հարցերը, որոնք զեկուցվող չեն։ Մենք կառավարության նիստի մեծ մասին գաղափար չունենք, չզեկուցվող հարցեր են, սա իդեպ ժողովրդավարության մասին։ Հանկարծ եկեղեցիների բան Չուլան անվանում։ Այնտեղ գոհ դու ինչի՞ համար ես եկեղեցին Չուլան անվանում։ Այդպես են այդ հարցը լուծում։ Ու եղավ բնականաբար պատասխան, քննադատական պատասխան ու արդեն բոլորը գիտեք թե Նիկոլ Փաշինյանը ոնց արձագանքեց, հիմա իմաստ չունի կրկնել, կոռեկտ չի կրկնել, քերոկին, քերի, մանկապիղծ, ամեն ինչ խառնեցին իրար, բայց ախա Նիկոլ Փաշինյանը պետական գործիչ չի, ինքը շարունակում է մնալ այդ շանտաժով եւ կոմպրոմատներով հարցեր լուծող դեղին մամուլը, ինքը այդ է, իր հայկական ժամանակը այդ է, ինքը այդպես է ապրել, այդպես է աշխատել, այդպես է գումար աշխատել։ Եվ բնականաբար ինքը պետական գործիչ չի, ինքը այդ է ու այդպես է այդ հարցը լուծում կոմպրոմատներով, շանտաժներով, ու հիմա ասում է եկեղեցի քրխելով պայի, թե չէ կարող սեքսուալ տեսաններ, կոմպրոմատներ հրապարակեմ, սրբազանի հետ կապված։ Դա չգիտեմ, պետական գործի վարքագիծ է, հիմա դա հարց են տալիս, մեկնաբանություններում պատասխան եք, այսինքն բոլոր կետերով խաչակաշում իրավական պետության վրա։ Ինչպես կասեր մեր Էդմոն Մարուկյանը, դոմփում է պետությունը ժողովուրդ ջան 1980, բայց հիմա որևէ մեկը քերու կնգան թե ինչ կանի, դա կարևոր չի, իրենց գործն է, բայց հիմա այս վարքագծով այս մարդը նույնը անում է պետության հետ, երբ որ ԱԱԾ-ն դարձնում է իր համար կոմպրոմատ հավաքող ինստիտուտի, ԱԱԾ-ը, որը պետք է զբաղվի շատ էկու կարևոր գործառույթներով, սահմանադրական կարգի պահպանմամբ եւ ազգային անվտանգությամբ։ ԱԱԾ-ն ուրիշ գործողություններով չպետք է զբաղվի, բայց ինքը ԱԱԾ-ն դարձրել է իր համար կոմպրոմատ հավաքելու գործիքի, որ անհրաժեշտության դեպքում ինչ-որ մեկին եթե ուզենա շանտաժ անի կամ եթե ինչ-որ մեկից ուզենա ինչ-որ մի բան ստանա զորով, այդ կոմպրոմատը դնի դեմը, ասի դե տվեք կամ հանգստացեք, այդ մի բանը մի արեք։ Դա իրավական պետություն է, դա ժողովրդավարություն է։ Դա նշանակում է լավ տարածենք հիշենք ամենասեզոնը չենք պայմանավորվել, պահպանենք սառնա
սառնասրտություն։ Եվ հետո թեման զարգացնում է ինքը, շրջանցելով իր բոլոր լիազորությունները, խոսում է սրբազանների, եպիսկոպոսների, ուսակրոն քահանաների ուսակրոնության մասին, եկեք ստուգենք, իրանք ուսակրոն են թե չգիտեմ, ոնց պետք է ստուգի, չգիտեմ, էլի ինչ-որ կոմպրոմատներ պետք է ներկայացնի, իրան ոչ դուրեկան սրբազաններին հեռացնելու համար, քո ինչ գործ, դու իրավունք չունես միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Հետո էլ ավելի տարածվում, ասում Հայաստանի Հանրապետությունը պետք է մասնակցություն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում, գործում։ Այ ինքեր, եկեղեցին անջատ է պետությունից։ Որևէ իրավական մեթոդաբանությամբ չես կարող միջամտել այդ հարցին։ Ընդհանրապես պատմության մեջ շատ քիչ է եղել, որ աշխարհիկ իշխանությունը այդ հարցին կաթողիկոսի ընտրության հարցին միջամտի։ Սա միշտ մեր ներքին հարցն է եղել, չհաշված այդ սովետական կարճ շրջափուլը, որտեղ եղել են բռնություններ, հետո գիտենք Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսի խեղդամահարվել, հետո կաթողիկոս չեն ընտրվում, այդ ժամանակ մինչև Գևորգ Չորեքչյանի եւ Ստալինի պայմանավորվածությունները։ Այդ մի քանի բացառությունները չհաշված, կաթողիկոս ընտրելը մեկ է թագավորական շրջափուլում է մի քանի անգամ կոշտ միջամտություններ եղել Լևոն առաջին թագավորի եւ մի քանի այլ թագավորների կողմից էլի կոշտ միջամտություն եղել, բայց այդ սա դնենք մի կողմ, ընդհանրապես կաթողիկոսի ընտրության հարցը դա եկեղեցու ներքին հարցն է։ Եվ որևէ աշխարհիկ իշխանություն, որևէ Նիկոլ Փաշինյան իրավունք չունի միջամտել այդ հարցին։ Սա շատ հստակ է, պետությունը եւ եկեղեցին անջատ են, սա ֆիքսված է, սա չի կարելի խախտել։ Սա ժողովրդավարության հիմքն է, սա աշխարհիկ պետության հիմքն է, այն Եվրոպան, որ հիմա կա, խարսված է առաջին հերթին այս դուալիզմի վրա, հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների տարանջատման հիմքի վրա։ Սա է ժողովրդավարությունը այս սկզբունքից է ծնվել նաեւ ազատ աշխարհը ժողովրդավարական հասարակարգը այս սկզբունքից է ծնվելու պետությունը եւ եկեղեցին պետք է իրարից անջատ լինեն։ Եվ սա շատ հստակ է։ Եվ այդ առումով ես մի բան եմ եղել ասել։ Շատ մարդիկ էլի հասունություն չեն կարողանում դրսևորել պսևդո առաջադեմների մասին խոսքի եւ սա դիտարկում են որպես չգիտեմ կարևոր փոփոխություն, կարևոր սպասված փոփոխություն, որ վաղուց պետք է արվեր, ինչ որ մարդիկ էլ սա դիտարկում են որպես աթեիստ հավատացյալ բախում եւ այո, այս ժամանակակից լուսավոր 21-րդ դարում այդ միշնադարան կառույցը պետք է արմատախիլ արվի, դրանք իրենց տեղը պետք է իմանան, ժողովուրդ ջան, չէ, սա աթեիստ հավատացյալ, առաջադեմ, հետադեմ բախում չի։ Ես ասում եմ նույնիսկ այն աթեիստները, որոնք մտահոգ են մեր ազգային ինքնությամբ, այս հարցում պետք է աջակցեն առաքելական եկեղեցուն եւ պետք է թույլ չտան, որ նրա դեմ այսպիսի ոտնձգություններ լինեն, այսպիսի խուլիգանական հարձակումներ լինեն։ Սա նորից եմ կրկնում, գաղափարական բախում չի։ Ինչ որ մեկը սոսնձված վարշապետի պաշտոնի, վարշապետական աթոռին սոսնձված ինչ որ մեկը հանում իր իշխանության պահպանման, հանում ներքին եւ արտաքին ինչ որ լեգիտիմություն ստանալու կոնկրետ հարցեր լուծում։ Թիրախավորումը եկեղեցուն, թիրախավորումը Ղարաբաղյան հարցը, կեղծ հակառուսական պայքար բեմադրում, ոչնչացնում կազմաքանդումը Ղարաբաղյան շարժումը եւ այլն։ Այս ամեն ինչը կոնկրետ նպատակի համար են արվում։ Այս ամեն ինչը մարտահրավեր է մեր ազգային ինքնությանը։ Այս ամեն ինչը ի վերջո զզվելի է մարդկային, էթիկական եւ էսթետիկական տեսանկյունից։ Իրանք այդ հարշահոտության մեջ են ապրում, ուզում են մենք էլ դրա մեջ ապրենք, բայց մենք այդպեսին չենք եւ երբեք այդպեսին չենք եղել։ Սրա մասին Գորմադոյանը հրաշալի ձևակերպել, որ մենք այդ չենք, մեր ժողովուրդը այդ չի, մենք մերժում ենք այդ հարաբերությունները եւ դրա համար մերժելու համար պետք է ամեն ինչ անել, որ այդ մարդիկ հեռանան։ Նրանք արդեն ոչ միայն ապացուցել են, որ ի վիճակի չեն կառավարել երկիրը, այլ նաեւ ապացուցել են, որ արդեն գործում են այս պետության դեմ եւ բացի բաց գործում են այս պետության դեմ եւ կատարում են Ադրբեջանի պահանջները։ Սա արդեն ենք տեսնում, սա արդեն նորություն չի, էլի պետք չի դե հիմա այդ կեղծ ռացիոնալ խաղալ ու
էշի տեղ դնել ու չնկատել իբր թե մենք կառուցողական ենք։ Գիտեք, այս Սերժ Սարգսյանի ժամանակ էլ է ասում, բայց հիմա էլ ասեմ, ժամանակը այդպես շուտ կառուցողականներ կային։ Երկրի խնդիրները չէին տեսնում, իրանք բան կառուցողական են։ Հիմա այդ իրան էշի տեղ դնել եւ կառուցողական ոնց հավասար կատեգորիաներ են դարձել։ Իմ համոզմամբ այս ամենի մեծ լավ տեղ չի տանում։ Եվ պետք է շտապույտ որոշում կայացնել եւ ինչ-որ լուծումներ գտնել։ Ինչևից է։ Շնորհակալ եմ, այսօր սահմանափակվենք այսքանով էլ ավելի բան չկա էլ ասելու այս թեմայի հետ կապված, պահպանենք սառնասրտությունը եւ չտրվենք գայթակղությունը։ Իրանք ապրում են գարշահոտության, մենք գարշահոտության մեջ, բայց մենք չենք ուզում այդպես ապրենք եւ չենք դառնալու իրաց նման, մենք չենք հայվելու եթերում, մենք խուլիգանական վարքագիծ չենք դրսևորելու։ Ինչպես է, շնորհակալ եմ, կհանդիպենք, չմոռանաք բաժանորդագրվել YouTube ալիքին 191 մոռացա թվերը 1991 եւ իհարկե հավանել տարածեք հատակից զրույցները, շնորհակալ եմ, կհանդիպենք։